Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, հաճախ որ կանգնում ենք Աստծո առաջ, երբեմն պես կարելի է խոստովանություն անել Տիրոջը, հիշել, թե մենք ով ենք եղել այս աշխարհում, եւ մենք բաներ կա, որ չգիտենք, որ աշխարհի մեջ ենք եւ սովորեցինք հավատքի մեջ լինելով մարդը իր կյանքի մեջ մեծ վստահություն ունի իր անձի վրա մենք բոլորս էլ եղել ենք դրանցից մեկը համարում ենք ունեցել վստահել ենք մեզ անգամ հոգևորներ կան ցավոք սրտի որ մինչև հիմա երանելի են տալիս իրանց անցյալին եւ այդ անցյալը միգուցե գործերը լավ է եղել չգիտեմ ապրուստը լավ է եղել ինչպես Իսրայելը չէ շատերը կան միգուցե իրանք պաշտոն ունեն ժամանակին երիտասարդ են սովետական միությունը քանդվավ լսել եմ շատ հոգևորներից ասում են այն ժամանակ մենք լավ մարդ ենք բայց ես այդպես չեմ մտածում իմ համար հիմա ավելի լավ է քան առաջ չգիտեմ ձեզի համար միգուցե շատ բաներ եք կորցրել առաջներում չգիտեմ ինչպիսի կյանքի մեջ եք եղել իմ համար հիմա ավելի լավ է քան առաջ որտեղ հիմա մենք ունենք Քրիստոս մենք ներված ենք եկեղեցու մեջ ենք որ եկեղեցին ունի կյանքի հայտնություն ի տարբերություն աշխարհի որ աշխարհը չունի դա այսօր մենք մեղքերից ներված ազատված երկնային կյանքի հույսով ոչինչ մի քիչ նեղություններ կան դժվարություններ կան բայց դրանք բաղդատելու չեն գալիք փառքի հետ որ պիտի հայտնվի Տերը թող փառավորվի հաճախ Պողոս Արաքյալը որ թղթեր է գրել ինքն էլ է անկեղծ խոստովանվել եւ ասել որ մի ժամանակ մենք էլ ենք անմիտ անհնազանդ մոլորած ցանկությունների մեջ խավարի մեջ բայց ողորմություն կտանք այսօր խնդիրը նա է որ մարդը երբ որ իր մասին մեծ կարծիք ունի եղբոր ասած արդարությունը, որ ինքը իր մեջ ինչ-որ բարի բան կա, իր մասին կարծիք ունի, դա այդ կարծիքը խանգարում է, որ մարդը Աստծո հետ հաղորդակցվի։ Պողոս Արաքյալը Հռոմայացի 7-րդ գլխի մեջ ուզում եմ կարդամ այդ համարը, որ ասեց Հռոմայացի 7-րդ գլուխ 18 խոսք, որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն իմ մարմնում մի բարի բան չի բնակվում։ Եղբայրներ, քույրեր, ինչ կարծիք ունենք մենք մեր մասին։ Մենք եղել ենք մարդ, որ մեր մեջ բացարձակապես բարի բան չի բնակվել։ Մեր մեջ աստվածային կյանքին հակառակ մի կյանք է եղել։ Թշնամություն, ստություն, մեղք, սուտի մասին հավատք, որ Աստված լինելու ցանկությունը մտավ Ադամի մեջ եւ ինքը ընդունեց եւ այդ հպարտությունը, այդ իշխանությունը եղավ իր համար կյանք։ Եվ այդ կյանքը եղավ ցավի պատճառ շատերի համար։ Գիտեք, որ Եսայի մարգարության մեջ գրված է նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Նա մեր ցավերը վերցրեց իր վրա։ Այդ ինչ ցավ է։ Հիմա բոլորդ չէ, որ ցավ ունեք։ Բոլորդ չէ, որ հիվանդ եք ֆիզիկապես, մարմնավորապես, բայց
մարդու հոգու աշխարհում մի հատ ցավ եղավ, եւ այդ ցավը, եղբայրներ քույրեր, միայն ու միայն կարողացավ բուժել Աստծո որդին։ Մարդու հոգու աշխարհում մի ցավ կա, անբավարարվածություն, մարդու ներսը չի հագենում, մարդու ներսը, եղբայրներ քույրեր, սիրվելու կարիք ունի, գնահատվելու կարիք ունի, եւ մարդը այդ ամենը ուզում է այս աշխարհից։ Մարդը, եղբայրներ քույրեր, իր սրտի ցավը չտեսավ, որ դա Աստծո հետ բաժանվելուց է։ Շատերը այսօր, որ ցավ ունեն իրանց կյանքում, մտածում են հարսի պատճառով է, ընտանիքի անդամի պատճառով է, սկեսուրն է, սկեսարն է, չգիտեմ, ինչ-որ մարդկային հարաբերություններ, բայց այդ ցավը մենք ժառանգել ենք։ Այդ ցավը մենք ծնված օրվանից մեզի հետ բերել ենք։ Աստծո հետ թշնամությունը, Աստծո հետ անհաշտ լինելը, հակառակությունը, ճշմարտությունը կյանք չընդունելը, ամենամեծ ցավը դա է պատճառել մեր հոգու աշխարհում։ Եվ մարդիկ սկսեցին ապրել ոչ թե Աստծո հետ հաղորդակցվելով, սկսեցին ապրել մրցակցությամբ, իրար հետ համեմատվելով, ուրիշների հետ, սկսեցին երջանկությունը տեսնել մրցակցության մեջ, առաջինը լինելու մեջ, հասնելու իրանց մտքերին, այն սուտ կյանքին, որ սատանան խաբեց, եղբայրը հիշեցրեց նա, սատանան կյանքի ընտրությամբ խաբեց մարդուն, եւ մարդը այդ կյանքը ընդունելով, այդ ցավը իր հետ աշխարհ բերեց։ Եղբայրներ քույրեր, եթե այսօր մենք այդ ցավը ունենք, այդ ցավը մեր անձի մեջն է։ Այդ ցավը, եղբայրներ քույրեր, այդ ցավը միայն Տեր Հիսուս Քրիստոսը կրնա բուժել։ Իր սերը, իր վերքերը, ինքը, որ իր կյանքը դրեց, ապացուցելով, որ ինքը մեզ սիրում է, եւ իր եղավ միջնորդը մեզ հաշտեցնելու Աստծո հետ, ցույց տվա, որ Աստված քեզ ընդունում է այդ վիճակին, այդ թշնամությունը ինքը ուզեցավ քանդել եւ մեզ հաղորդ անել ճշմարտությանը եւ կյանքին։ Միայն ու միայն այդ ցավի տեղ այս աշխարհում չկա, այդ ցավը բժիշկն էլ այս աշխարհում չկա, որտեղ դա մարմնի ցավ չէ։ Մարդը ասում է, ով չգիտեմ, մարդու մեջ կա հառաչանք, ով ես իմ չգիտեմ, ինչ պիտի լինի վերջը, մարդու հոգու աշխարհի մեջ կա տագնապ, կա վախ, շփոթություն, ապագայի, կյանքի, տարբեր հարաբերությունների, մարդկային հարաբերությունների, խոսքերի եւ մարդու ներքին աշխարհը այս ամեն ինչից բորբոքվում է, որովհետեւ իր ներսը կատարյալ ազատ չէ։ Եղբայրներ քույրեր, անձը, մեր անձը, մենք, որ առանց Քրիստոսի ենք, մեր անձի մասին մեծ կարծիք ունենք, բայց Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ Պետրոսին եւ աշակերտներին հարցրեց, թե մարդիկ իմ մասին ով են ասում, եւ Պետրոսը ասեց, եւ տարբեր բաներ էին ասում, ասեց, իսկ դուք ով եք ասում, Պետրոսը ասեց, դու ես կենդանի Աստծո որդին։ Եվ Տերը ասեց, երանի քեզ Պետրոս, որ մարմին ու այրուն չհայտնեց քեզ։ Եղբայրներ քույրեր, մարմին ու այրան մեջ կյանքի հայտնություն չկա։ Այս անձի մեջ անձը 100 տարի ապրի, մի 10 ինստիտուտ ավարտե, ասպիրանտուրա, մարդու բնության մեջ, ներքին աշխարհում, անձի մեջ, ատամական բնության մեջ, կարելի ասել իր ծնունդի մեջ, իր ծնունդով, մարդու մարդկային անձի հույսին մնալով, այս մարմնից կյանքի հայտնություն չկա։ Սա ասում է Աստծո խոսքը։ Երբ որ մենք այս աշխարհում ենք, մեր մասին մեծ կարծիք ունենք, գիտենք, ամեն ինչ կհասկանանք, ամեն ինչ գիտենք, խելացի ենք, բայց մեր խելքն էլ օգուտ չէ։ Ասեմ ինչի, որտեվ Աստծո խոսքն ասում է, որ իշխաններից շատերը չճանաչեցին նրան, եթե ճանաչած լինեին,
Այսինքն Պիղատոսը, Հերովդեսը, լինելով թագավոր, իշխան, կուսակալ, կրթված, քաղաքական գործիչներ, չգիտեմ, փորձառու մարդիկ, իրանց էությունն էլ բավարար չէր ճանաչելու կյանքը։ Մարմին ու այրունը անձից, անձը Աստծո խոսքն ասում է մի ժամանակ խավար էիք։ Դա խոստովանում է Պողոս առաքյալը։ Ես էլ եմ մի ժամանակ խավար եղել։ Անկեղծ ասեմ, մի օր տանը նստած էինք, այդպես ընտանիքի երեխաների մոտ, ասի գիտեք ով եմ ես եղել առաջ։ Դե Պողոս առաքյալի գրածը անմիտ, անհնազանդ, անառակ, պիղծ, խաբեբաս, սատանային գերի, մեղքի ծառա։ Մեկ էլ տեսնեմ երեխեքից կայնոր թողին գնացին։ Այդպես պապա իրանց պետք չէ։ Իրանք թողին դուրս ելան, որտև այդպես պապա իրանց պետք չէ։ Իրանք մեծ կարծիք ունեն։ Մենք այդ կարծիքն է մեր մասին, մեծ կարծիքն է, որ խանգարում է մեզ Քրիստոսի կյանքի հայտնությունը ունենալու։ Մենք Աստծո առաջ կանգնելով հաճախ պիտի խոստովանվենք, որ մենք եղել ենք մեղքի ծառա։ Մեղքն է պատճառը եղել Աստծուն գտնելու։ Միգուցե չգիտեմ, ձեր պատճառները եղել է գլխի ցավը, ոտքի ցավը, կոտրվածությունը, իմ կյանքում եղել է Աստծուն գալու պատճառը եղել է մեղքը, իմ բնությունը, կիմանաս, եւ երբ որ մարդու կյանքում բացվում է իր ներքին աշխարհը, ինքը Քրիստոսի ոտքերի մոտից տեղ չի գնում։ Եվ հավատքը, որ մենք ունենք, եւ հավատքը, որ մեր կյանքի մեջ աշխատում է, գործում է, բացում է մարդու ներքին աշխարհը, ցույց է տալուս իր իրական դեմքը, մերկացնում է իրան։ Եղբայրներ, քույրեր, լսել եք չէ, աշխարհում շատ անգամ ասում են, վայ խայտառակ չեղնենք։ Մի բան եմ լսել, ուզում եմ ասել, որ պատկերացում կազմեք, մեկի հարսը ակնոցներ է կրում, աչքիներ, հա, օպտիկական աչքիներ, եւ սկեսուրը ասում է, որ ելար բագը ելար մանկալու մեր հայատի մեջ, ակնոցներդ մի դիր, խայտառակ չլինենք, ասեն հարսը ակնոցներով է։ Եղբայրներ, քույրեր, այս խնդիրը մարդկային փառքի գործում է նաև հավատացյալների մեջ։ Ես շատ անգամներ մարմնավոր բաների մեջ մենք նոր չենք, Աստված մեր բնությունն է խայտառակ արել։ Աստված բացել է ատամական բնությունը, մերկացրել է, ցույց է տվել մեր ներքին աշխարհը, ու մենք նոր չպիտի խայտառակ լինենք։ Մարդիկ պիտի մեզ խայտառակ անեն, հա։ Ինչ-որ բաների մեջ վայ խայտառակ չլինենք, այս բանը, չգիտեմ, եղբայրներ, քույրեր, մեր ներքին աշխարհը Հիսուսը մերկացրել է։ Մենք եղել ենք մեղքի ծառա, մենք եղել ենք սատանայի իշխանության տակ։ Մենք եթե մեզ լավ չճանաչենք, Քրիստոսի կարիքը խորապես չենք ունենա։ Եթե մենք վստահենք Պողոս առաքյալը, երբ որ ինքը խորանում էր հավատքի մեջ, ինքը մարմին ու այրան հետ խորհուրդ չէր անում։ Ինքը ասեց, որ Տերը ինձ կանչեց, որ իր շնորհքով կանչեց, որ իր որդին ինձանով հայտնե, գաղթացիս առաջի գլխի մեջ։ Ես ժամանակի պատճառով չեմ կարդում։ Ասեց մարմին ու այրան հետ հարցում չարի։ Եղբայրներ, քույրեր, ինչքան ենք հարցում անում մարմին ու այրան հետ, անձի հետ, մեր մտքերի եւ խորհուրդների հետ։ Բացարձակ Պողոս առաքյալին հավատքը գցել էր կախվածության մեջ Աստծո խոսքից։ Եվ ես ուզում եմ ասել, մենք կարող ենք քննել մեր անձրև նայել, մենք ունենք ներքին աշխարհում Աստծո հետ կախվածություն Աստծո խոսքից։ Դու նեղության մեջ ես, բայց ունես խոսք, քո ներքին ուշադրությունդ Աստծո խոսքի վրա է։ Դու դժվարության մեջ ես, խնդիրների մեջ ես, մարդկային հարաբերություններ, վիրավորանքներ, ինչեր ասես, բայց ներսդ
Հավատքը քեզ գցում է կախվածության մեջ Աստծո խոսքից, եւ Հիսուսը ինքը ասեց. մարդ ոչ միայն հացով կապրի, ամեն մի խոսքով, որ Աստծո բերանից կելնե։ Եվ սա ցույց տվեց, նա անապատի մեջ սոված եւ Հիսուսն էլ եւ Տերը անգամ Իսրայել ժողովրդին անապատով տարավ, որ անձի կախվածությունից կտրե, Եվ այդ բոլոր սատանայի պատասխանները ընդամենը մեկ գրքի մեջ, երկրորդ օրինացի մեջ գրված է բոլոր պատասխանները ընդամենը մեկ գրքի մեջ, երբ որ Իսրայելը անապատով էր անցնում։ Եվ Աստված մի աշխատանք է տանում, որ անձից կախվածությունը կտրե, եւ դա Քրիստոսի խաչի միջոցով է։ Երբ որ մարդը իր անձը ուրանում է, իր խաչը վերցրած իր անձը ուրանում է, իր ներքին կախվածությունը դառնում է Աստծո խոսքը։ Ուզում ես փորձես դու անձը դուրացած թե չէ։ Ամեն վիճակի մեջ դու ունես ներքին կախվածություն Աստծո խոսքից։ Քո ներսդ ունի պատասխան քո նեղությունների, խնդիրների, մտքերի, խորհուրդների պատասխանը դու ունես գրվածքի մեջ, ինչպես Տերը ասեց, գրված է սատանա։ Սա նշանակում է, որ ինքը խոսքն էր, խոսքը իր մեջ, ինքը խոսքն էր, խոսքը ապրում էր իր մեջ, բնակվում էր իր մեջ, եւ ինքն էր բանը, որ հայտնվավ մեր կյանքում, եւ ինձ ու քեզ ցույց տվեց։ Անձդ պիտի ուրանաս, կախման մեջ գնես Աստծո խոսքից։ Եթե այդ կախվածությունը չկա, ուրեմն անձի մեջ կյանք կա։ Մի անձ, որ առաքյալների համար ոչինչ նշանակություն չուներ։ Հիսուսը ինքը ասեց, շատերը, որ իրանց անձին խելքին, խելքով անձով առաջնորդվան եւ Հիսուսից հեռացան, ասին անհնար է, այս բաները դժվար է հասկանալ, լսել, եւ Հիսուսը ասեց, հոգին է կենդանի անողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Եղբայրներ, քույրեր, մենք աշխարհում մեր բոլոր ուշադրությունը եղել է մարմնի վրա։ Մեր աղոթքներն էլ հիմա մարմին, մարմնավոր, մարմին, մարմնավոր, մարմին, մարմնավոր, բայց դու միս այս մարմինը ոչ իր մեջ լույս կա, ոչ կյանքի հայտնություն կա, ոչ իր մեջ ինչ որ մի բարի բան կա, իրան կյանքի հարցում լսել պետք չէ։ Լսել Աստծուն, Աստծո խոսքը, եղբայրներ, քույրեր։ Այս մարմինը երկինք չի ժառանգելու, մարմին ու այրուն երկինքի արկայություն չի ժառանգելու։ Այդքան որ մուղատ ենք ամեն ինչ մարմնի համար, հակերակրիր, թող առողջ լինի, հագցրա մերկ չլինի, ամոթ չլինի, բայց լսիր Աստծուն, ոչ թե իրան։ Մենք սա ենք սովորել։ Կյանքի հայտնությունը Սուրբ Հոգով երկնքից եկավ մեր մեջ, ոչ թե մարմնից։ Այնքան խիստ էր, որ Պողոս առաքյալը ասեց, մեղ գործողներին հանձնել եմ սատանային մարմինը կորչելու համար, որ հոգին ապրի։ Մենք մի ժողովուրդ ենք, որ եկել ենք հոգու համար ապրելու։ Մենք եկել ենք հոգու, Հիսուսը ասեց, ես եմ երկնքից իջած հացը, ես եմ կյանքի հացը, եւ ինքը ուզում է ցույց տալ, որ անձիդ մեջ կյանք չկա, աշխարհում կյանք չկա։ Դավիթն ասում է, հոգիս ու մարմինս ցանկանում է քեզ, այս ցամաք ու ծարավ երկրում ուր ջուր չկա։ Եկեղեցու ժողովուրդը, նրանք մարդիկ չեն սովորական, նրանք հասկացել են մի բան, որ ոչ իրանց անձի մեջ ջուր կա, ոչ աշխարհում ջուր կա, ոչ էլ կյանք կա։ Եվ նրանք եկել են Քրիստոսից սնվելու եւ առնելու։ Երկինքից իջած հացը, որ բերեց անմահություն ու կյանք մեզ համար, եղբայրներ, քույրեր։ Տերը թող օրհնե մեզ։ Ուզում եմ ինքներս մեզ նայենք, մենք քննենք մեր անձը, տեսնենք, մենք լավ ճանաչում ենք մեզ, ինչ կարծիք ունենք մեզ վրա, ով ենք մենք, ինչ ենք բերել մեզ հետ, եկեղեցի լավ բաներ ենք բերել, որ դառանք եկանք աշխարհից եկեղեցի, մենք ինչ բերեցինք մեզ հետ, բացի մեղքից,
Ադամը իր հետ ինչ բերեց այս աշխարհ, մեկ մարդու ցերկով մեղքը մտավ աշխարհ, եւ այն մեղքովն էլ մահը տարածվեցավ։ Մենք ծնվանք ու այս աշխարհ եկանք, մեզ հետ բերեցինք եւ մեղքը եւ ցավը, թշնամությունը, մեղավոր բնությունը, եւ այդ բնությունը այսօր աշխարհում ընկած պատերազմներ, խնդիրներ, խնդիրներ, եղբայրը ասեց, ընտանիքներ է քանդում, երկիրներ է իրար խփում, պատերազմներ ամեն տեղ, մահ տարաժամներ, բնությունը, ատամական բնությունը, ժողովողն ասում է, մեկ մեղավոր շատ բարիքներ կփչացնի։ Մեղքի պատճառով շատ վնասներ են կրում, նյութական, հոգևոր, ընտանեկան, խաղաղություն, մեղքի պատճառով, որտեղ լսում ենք մեր անձին։ Ես մեկ համար կուզեմ կարդամ, եղբայրներ, քույրեր, եւ խոսքս ավարտեմ, գրված է Թվոց գրքի մեջ, ես այս համարը շատ եմ կարդացել, էլի ուզում եմ կարդամ, եւ Աստծո խոսքն ասում է Թվոց 16:39 Տիրոջ բոլոր պատվիրանքները ձեր միտքը բերեք եւ անեք նրանց եւ չհետևեք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, որոնց ետևից դուք մոլորվում եք։ Եղբայրներ, քույրեր, մեզ մոլորեցնողը ով է։ Մեր անձը։ Լտուք հիշեք, անապատի մեջ հիշեք Եբրայեցիս խոսքը ասում է չմտան խոստումը ինչի պատճառով խոստումը չմտան եւ Պողոս առաքյալը գրում է եւ տեսանք որ չմտան ինչի պատճառով անհավատության պատճառը անապատը չէր պատճառը ջուր չկա օծեր են կիզող արև է ոչ մի պատճառ Աստծո խոսքն ասում է չար բաների ցանկացող չլինեք, դա մեր ներսն է, կռապաշտ չլինեք, դա մեր ներսն է, չինացող չլինեք, դա մեր ներսն է, չէ, տրտնջացող չլինեք, դա մեր ներսն է։ Եվ ով էր պատճառը, որ ժողովուրդը չմտավ կատ ու մեղրպխող երկիր, ոչ անապատը, ոչ, չգիտեմ, դժվարությունները, այլ իրանց անձերը, անձը խանգարեց մտնելու եղբայրներ քույրեր Տերը թող օրհնե մեզ դրա համար Հուդայի թղթի մեջ գրված է Հուդա 20-րդ խոսք Ձեր անձերը շինեք ամենասուրբ հավատքի վրա որտեղ այս անձի մեջ կյանք չկա Շատ-շատերը շինում են իրանց անձի վրա հետո ասում են ցավ հանգստություն չունիմ եղբայր ջան հանգստություն չունիմ, խաղաղություն չունիմ, բայց այս համարը ես ներողություն խնդրեմ, որ սեցի վերջի համարն է, բայց այս մի համարն էլ է, նման համար ուզում եմ կարդամ։ Մի անեք այն ամենի համեմատ, որ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն ամեն ինչ որ մարդի աչքերին հաճո է, որովհետև մինչև հիմա չհասանք այն հանգստությունը եւ ժառանգությունը, որ Տեր Աստված տալիս է ձեզ։ Դու ուզում ես անձով ապրես ու հանգիստ ունենաս։ Ուզում ես անձդ լսես, խելքդ առաջ տանես, քո մարմնավոր խելքով, անձով, մարմին ու արյունով ապրես, հասնես հանգստության։ Տերը ասում է չես հասնի։ Լսիր ինձի, ապրիր իմ խոսքով, որ խաղաղություն ունենաս։ Տերը թող օրհնե ձեզ ամեն